Մանկապարտեզում նկարահանումները միշտ ուղեկցվում են աղմուկով եւ մանկական չարաճճի դեմքերով։ Այս անգամ սակայն մանկապարտեզի բակը լուռ էր։ Եվ այդ լռությունը աղաղակում էր արցախցիների այսօրվա բարդ իրավիճակի մասին։ Ճիշտն ասած, միշտ ավելի լավ զգացողություններով տոգորված ենք լինում, որովհետև դարպասներից երբ ներս ենք մտնում, մանկական ուրախ ճիչեր ենք լսում։ Իսկ այսօր, երբ դարպասներից ներս մտա, քար լռություն էր տիրում, խոսուն լռություն, որ ինչ որտեղ սարսափեցնում է մեզ։ Որ մանկապարտեզը, որ ունի 463 երեխա, այսօր լռություն է տիրում այդ մանկապարտեզում։ Ուղղակի սարսափում ենք այդ լռությունից։ Արցախում ժամանակավորապես դադարեցված է մանկապարտեզների եւ դպրոցների նախադպրոցական խմբերի գործունեությունը, ինչը իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերում աշխատող մայրերի համար։ Կառավարության որոշմամբ աշխատող մայրերի նկատմամբ որոշակի զիջումներ են արվելու, սակայն դա խնդրի լիարժեք լուծում չէ։ Ընդհանրապես նախադպրոցական բոլոր հաստատությունները եւ երկարօրյա խմբերը դպրոցներում դադարեցվելու են մեկ շաբաթ ժամանակով, մինչև նորից իրավիճակի կոնկրետացում, եթե կլինեն կոնկրետ առաջխաղացում, այդ դեպքում այլ հարց, եթե չեն լինի, ուրեմն կարող է եւ շարունակել։ Այստեղ հարց է մնում ծնողների խնդիրն է մնում, դա էլ երևի որոշակի քայլեր կձեռնարկվեն փոքր երեխա ունեցողներին քիչ շուտ կամ որոշակի հնարավորություններ ընձեռնել աշխատանքից ազատելու երեխային տերություն անելու հարցում։ Ստեփանակերտի համար 2 մանկապարտեզում կյանքը կարծես կանգ է առել մանուկների համար կազմակերպված ամանորյա միջոցառման ժամանակ։ Թվում է, թե ահա սեղմես անտեսանելի կոճակը եւ շենքը դարձյալ կլցվի մանկական ծիծաղով եւ տոնական տրամադրությամբ։ Փաստորեն մեր պահեստավորած սննդամթերքը հերիքեց մինչև դեկտեմբերի 30-ը, որպեսզի երեխաներին կարողանանք նորմալ ձևով սնունդ տալ։ Մի կերպ հերիքեց, այսպես ասենք, հիմա արդեն պահեստում չունենք այդ անհրաժեշտ սննդամթերքը, միրգը, բանջարեղենը եւ այլն չենք կարող ձեռք բերել, հիմա որովհետեւ գիտենք, որ խանութներում սպառված է արդեն լրիվությամբ, դրա համար չենք կարող շարունակել։ Դեկտեմբերի 30-ին տոնական միջոցառում կազմակերպվեց մուլտհերոսներով, ծմեր պապ, դյունանուշ, երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար։ Նրանց մոլորակում ծափուցիծաղներ, ինչպես մենք մաղթում ենք նրանց, որ միշտ իրենց մոլորակում ծափուցիծաղ լինի, իրենց ամանորյա հեքիաթը իրականություն դառնա, կցանկանայի, որ մեր երեխաները շարունակեին ապրել խաղաղ պայմաններում, Արցախ աշխարհում կարևորը խաղաղ երկնքի տակ։ Երեխաների ֆիզիկական եւ մտավոր առողջության կարևորագույն նախապայմանը առողջ եւ բալանսավորված սնունդն է։ Հենց այս խնդրի առաջ է այսօր կանգնած մանկապարտեզը։ Երեխայի ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը, կաթը, բանջարեղենը, միրգը, սերուցքային կարագը, բուսական յուղը, ձավարեղենը, յոդայացված աղը, իսկ 2-3 օրը մեկ պանիր, կատնաշոր, թթվասեր, որ հիմա խանութներում արդեն այս նշված ապրանքատեսակները սպառվել են, մանկապարտեզը հնարավոր չէ գործի, որովհետև երեխաներին օրական 3 անգամ սնունդ ենք տալիս։ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաների հիվանդությունների 35-ից 40%-ը հետևանք է թեր սնուցման։ Նույն խնդիրը առկա է նաև դպրոցների նախադպրոցական խմբերում։ Հունվարի 9-ից պիտի երեխաները արդեն արձակուրդից հետո վերադառնային դպրոց իրենց բնականon հունով կրթվելու եւ դաստիարակվելու համար, բայց քանի որ Արցախը բլոկադայի մեջ է արդեն համարյա մի ամիս է, մենք չունենք բարեն համապատասխան սննդամթերք, որպեսզի ապահովենք մեր բնականon ընթացքը նախադպրոցականի, այդ պատճառով արդեն 2 օր է երեխաները չեն հաճախում դպրոց։ 3-ից 6 տարեկան հասակում երեխաները գտնվում են իրենց մտավոր զարգացման ամենակարևոր փուլում։ Շփում հասակակիցների հետ նրանց զարգացման ամենակարևոր տարրն է։ Առավել եւս կարևորը կրթական բաղադրիչը։ Նախադպրոցական խմբերը երեխաների դպրոցի նախապատրաստելու լավագույն օրինակն են։ Այսօր նման հաստատությունների գործունեության կասեցումը նաև հետագա խնդիրների պատճառ է դառնալու։ Նախադպրոցական խմբերում ընդգրկված են 125 երեխաներ, 4 9-ժամյա եւ 1 6-ժամյա ռեժիմով աշխատող խմբեր ունենք։ Մինչև արձակուրդները հաճախում էին բոլոր երեխաները, սննդամթերքով ապահովված էին, բայց հիմա արդեն քանի որ չունենք սննդամթերք,
արդեն երեխաները չեն հաճախում նախադպրոցական խումբ։ Երեխաներին նորմալ կրթություն, դաստիարակություն ապահովելու համար, սնունդ ապահովելու համար նաև անհրաժեշտ է ոչ միայն տարրական մթերքներ, այլ նաև միրգ, բանջարեղեն, որը չկա հիմա մեր մոտ։ Բոլորս հասկանում ենք, որ սննդի խնդիրը առկա է ամբողջ հանրապետության տարածքում, եւ ծնողները տանն էլ ի վիճակի չեն ապահովել բոլոր պարտադիր բաղադրիչները։ Հույսով ենք, որ շաբաթվա վերջին ռեսուրսների գնահատման արդյունքում կորոշվի մեր երեխաների հարցը, եւ գուցե ռեժիմի որոշակի փոփոխությամբ վերսկսվեն աշխատանքները մանկապարտեզներում եւ նախադպրոցական խմբերում։ Հուսանք, որ շուտ կլինի, որ մեր երեխաների ուրախ ճիչերը կլսենք մեր մանկապարտեզում, որտեղ մեր ականջները դրան են սովոր, որ պետք է լսենք նրանց ուրախ ճիչը, ծիծաղը, նրանց տեսնենք նրանց ուրախ խաղերը, որովհետև մանկապարտեզը մանկապարտեզ չէ առանց մեր փոքրիկների ուրախության, առանց նրանց անմեղ հայացքների, որովհետև մենք ուրախանում ենք նրանց անմեղ հայացքներին, խոսուն աչքերին նայելով ուժու եռանդ ենք ստանում, ուրախանում ենք։ Ուզում ենք, որ մանկապարտեզը բացվի, նորից մեր երեխաները ուրախ գան մանկապարտեզ։ Նախապես փակել են մեկ շաբաթով, հույս ունենք, որ արդեն շաբաթվա վերջին մեզ կտեղեկացնեն, որ գոնե տարրական մթերքները ապահովել են, որպեսզի երեխաները հաճախեն դպրոց, աշխուժություն տիրի դպրոցում, բնականon հունով ընթանան մեր կյանքը։ Դիմում եմ քաղաքակիրթ աշխարհին, կանոնեցնեն Ադրբեջանի ագրեսիան, բացեն Արցախի կյանքի ճանապարհը, մեր երեխաները զրկվել են իրենց կրթության, սնվելու եւ տեղաշարժվելու հիմնարար իրավունքներից, խնդրում եմ վերականգնեն այդ իրավունքները։ Իսկ մեր հայ ժողովրդին կոչ կանեմ, վերանորոգենք մեր ուխտը, մեր սուրբ նահատակների գործը շարունակելու եւ մեր արժանապատվությունը վերականգնելու համար։